Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Մեդիա Hub-ի հարգելի հետևորդներ, եւ այսպես բոլորն են նկատել, այդ թվում եվրոպական երկրների դեսպանները, որ Հայաստանում մարդկանց ձերբակալություններն ուղեկցվում են ստորացումներով ու վայրագություններով, անկախ վերագրվող արարքի վտանգավորությունից կամ աստիճանից։ Ընդ որում, նման վայրագությամբ ու ստորացումներով ձերբակալում են թե անխտիր բոլոր ընդդիմադիրներին, թե հավանաբար ծանր հանցագործություն կատարածներին, օրինակ մարդասպաններին։ Ինչու նրանց համար ասում եմ հավանաբար, որովհետև մենք ընդդիմադիրների ձերբակալությունների կադրերը տեսնում ենք, իսկ մարդասպաններինը ոչ, քանի որ նրանք իշխանությունների համար որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում։ Հետևաբար իշխանությունները նրանց կադրերը, ձերբակալությունների կադրերը ցուցադրելով որևէ ուղերձ չի հղում։ Այլ խոսքով ասած, Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր գործունեությունը շատ ավելի ծանր հանցագործություն է դարձել, քան կողոպուտը, մարդասպանությունը կամ գողությունը։ Այստեղ բնականաբար հարց է առաջանում. եթե մարդը ընդամենը հայոել է որևէ պաշտոնյայի, եթե մարդը սուր քննադատության է ենթարկել իշխանություններին, եթե նա ձերբակալության ժամանակ որևէ դիմադրություն չի ցուցաբերում, ապա ինչ կարիք կա դիմակավորված ու վայրագորեն ներխուժել այդ մարդկանց տուն, ահաբեկել ընտանիքի անդամներին, այդ թվում եւ երեխաներին, ահաբեկել ողջ շենքի բնակչությանը եւ հաճախ էլ նաև փռել ասֆալտին եւ ձեռնաշղթաները հագցրած շոու կազմակերպել եւ բերման ենթարկել։ Այլ հարց է քննարկման, որ նման արարքների համար այն է, ենթադրենք իշխանություններին հայոյելը կամ սուր քննադատելը հանցանք չի համարվում եւ չի ենթադրում ձերբակալություններ։ Եթե որևէ մեկին հայոյում են ու որևէ մեկը իրեն վիրավորված է զգում, նա կարող է պարզապես դիմել քաղաքացիական հայցով, իհարկե, դիմել դատարան եւ պահանջել, որպեսզի իրեն հայոյողը ներողություն խնդրի։ Սակայն իրավապահ համակարգը կազմակերպում է մի այնպիսի շոու, որ տպավորություն է ստեղծվում, որ վնասազերծել են մի ողջ հանցավոր խմբի, վնասազերծել են տարիներով հետախուզման մեջ գտնվող մի ծանր հանցագործի։ Հետևաբար հարց է առաջանում. որն է նման վայրագության պատճառը։ Դրանք իրականում մի քանիսն են, այդ թվում եւ հոգեբանական։ Սխալ է այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը նման մեթոդաբանությամբ, նման գործողություններով ցանկանում է տպավորություն թողնել իր ընտրազանգվածի վրա, փորձում է իր ընտրազանգվածի մոտ ստեղծել այնպիսի մտայնություն, իբր ինքը պայքարում է հանուն արդարության, հանուն հանցավորության, հանուն եւ այլն եւ այլն եւ այլն։ Սխալ է, նրա թիրախը ամենևին էլ իր ընտրազանգվածը չէ։ Նրա թիրախը նույնիսկ այլևս ընդդիմությունը չէ։ Նրա թիրախը իրականում հենց հասարակությունն է։ Նման մեթոդաբանությամբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հասարակության մոտ տարածել վախի ամբողջական մթնոլորտ, որպեսզի այսուհետ յուրաքանչյուր քաղաքացի իր աղոթքներում բարձրաձայն ասի չկա Ալլահ, Ալլահից բացի եւ Նիկոլ Փաշինյանն է նրա միակ մարգարեն։ Էլի եմ շեշտում, թիրախը հենց հասարակությունն է, քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է գիտակցում, որ այլևս նման գործողություններով ընդդիմությանը կոտրել չի կարող։ Հետևաբար կա նրա մոտ հույս, որ այդ վախի մթնոլորտի տարածմամբ նա կարող է հույս ունի, շեշտում եմ, ոչ թե վստահաբար պնդենք, որ այդպես է լինելու, որ կարող է ընդդիմադիր հայացքներ ունեցող ընտրազանգվածին գոնե տարանջատել ընդդիմությունից, գոնե նրանց վախի շնորհիվ բերել
չեզոք վիճակի, այսինքն դուրս մղել քաղաքական գործընթացներից առհասարակ եւ ընտրությունների տանել միայն իր ընտրազանգվածին, իսկ ահա հասարակության այն հատվածը, որը որ ունի ընդդիմադիր հայացքներ, իսկ այդ հատվածը հսկայական տոկոս է կազմում, նրանք գոնե մնան տանը եւ չմասնակցեն ընտրություններին, ինչը կարող է օգնել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Դեռևս ժամանակին Նիկոլո Մակիավելլին իր տիրակալը աշխատությունում Չեզարե Բորջիային ասում էր, որ խորհուրդ էր տալիս, որպեսզի նա այնպես անի, որ մարդիկ իրենից վախենան։ Մակիավելլին ասում էր, որ սերը եւ հարգանքը դիմացինները, որոնք տածում են քո հանդեպ, դա իրենց զգացմունքներն է։ Այսօր կարող են սիրել, վաղը կարող են ատել։ Ու երբ որ քեզ սիրում են, դու ամբողջովին կախված ես լինում նրանց զգացմունքների փոփոխություններից։ Հետևաբար ավելի լավ է քեզանից վախենան, որովհետև դու ես վախը ներշնչողը։ Ու երբ որ դու մարդկանց նկատմամբ վախ ես ներշնչում, դու ամբողջովին կառավարում ես նրանց։ Ուստի, եթե կա ընտրություն վախի ու սիրո միջև, ապա միանշանակ ընդունիր վախը։ Նիկոլ Փաշինյանը ահա ընտրել է վախի մթնոլորտը տարածելու ուղին։ Նիկոլ Փաշինյանը ունի այն համոզմունքը, որ վախը կարող է օգնել իրեն վերարտադրվել, որովհետև այլևս սեր ու հարգանք նա հարուցել հանրության մոտ անկարող է։ Ահա այս ռեպրեսիվ մեթոդները յուրաքանչյուր բռնապետի գործիքակազմն են։ Երբ մարդը իշխանության է գալիս ինչ-որ ժողովրդավարական արժեքներ թմբկահարելով, ինչ-որ ժողովրդավարության մասին խոսելով, այնուհետև մսխում է հանրության ամբողջ վստահությունը, նրա միակ պատվարը մնում են դիմակավորվածները, իր իսկ ձևակերպամբ պատերի տակ վնգստացող սեփական դատավորները, սեփական քննիչները, իրավապահ համակարգը, որը հլու հնազանդ կատարում է նրա հրամանները, եւ այն փոքրաթիվ խաժամուժը, որը պատրաստ է պատարակի ժամանակ ծափ տալ եկեղեցին վերածելով մարզը համերգային դահլիճի։ Նիկոլ Փաշինյանի գործողություններում կան նաև այլ պատճառներ։ Խոսքս իրավապահ համակարգի այն մեթոդաբանության մասին է, որով նրանք ձերբակալում են ընդդիմադիր գործիչներին։ Նիկոլ Փաշինյանը պարզապես ցանկանում է ճակերտավոր ասած օրենքով ծեծել մարդկանց, որովհետև իրավապահ համակարգի, ավելի շուտ իրավապահների գործողությունների անվան տակ ձերբակալությունների ժամանակ մարդկանց պատճառում են ֆիզիկական ցավ եւ ոտնահարում արժանապատվությունը։ Իհարկե դրա համար ունեն այսպես ասած արդարացում։ Էլի եմ շեշտում, դա այն է, որ իրավապահ մարմինները իրականացնում են գործողություններ։ Եկեք չմոռանանք, որ դեռևս ոչ վաղ անցյալում ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով հայտարարեց հետևյալը, որ մոտավորապես միտքը այսպիսինն է, որ ոստիկանությունը ոստիկանություն չի լինի, եթե ուժ չկիրառի։ Այսինքն մեր ոստիկանությունը երկրի ղեկավարի մակարդակով ստանում է հրահանգ ուժ կիրառելու ու կապ չունի այդ ուժի կիրառման անհրաժեշտությունը տվյալ պահին կա, թե ոչ։ Կապ չունի մարդը ինքնակամ, գրեթե ինքնակամ առանց հանձնվելու պատրաստ է հետևել ոստիկաններին, երբ որ նրան գալիս են բերման ենթարկելու, թե ոչ։ Ոստիկանները անպայման պետք է ֆիզիկական ցավ պատճառեն, անպայման պետք է ոտնահարեն մարդու արժանապատվությունը, անպայման պետք է վզից բռնած կռացնեն ու ստորացված ձևով նրան բերման ենթարկեն բաժանմունքներ կամ քննչական տարբեր մարմիններ։ Սա է դարել մեր ոստիկանության գործողությունների անբաժանելի մասնիկը։ Սա է դարել այն ժողովրդավարական բաստիոնի, այսպես ասած, հիմքը, որը Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է ողջ աշխարհին։ Ես խոսքի սկզբում ասացի, որ այդ մասին
ավելի շուտ այս ամենը նկատում են եվրոպական դիտորդները, դեսպանները եւ նրանց լռությունը այս պահին ամենևին չի նշանակում, որ նրանք իրոք կարծում են, որ Հայաստանում կա ժողովրդավարություն կամ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է։ Եվրոպական կառույցները կխոսեն այն ժամանակ, երբ որ անհրաժեշտություն կառաջանա Նիկոլ Փաշինյանին ճնշել որևէ հարցով։ Եվ այսօրվա ոստիկանական մահակը այդ ժամանակ եվրոպացիների ձեռքով կիջնի ուղիղ Նիկոլ Փաշինյանի գլխին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կհնձի այն, ինչ այսօր ցանում է։ Հաջորդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանի գործողությունների շատ ավելի հոգեբանական է, այսպես ասած մերժվածի տրամաբանության հիմքերով։ Աստվածաշունչը ասում է. «Մի արա ուրիշի հետ այն, ինչ չես ուզում, որ քեզ հետ անեն»։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հեռացել է հայ առաքելական եկեղեցուց, հեռացել է նաև Աստծո խոսքից։ Եվ Նիկոլ Փաշինյանը անում է այդ պատվիրանի տրամագծորեն հակառակը։ Նա ուրիշների բոլորի հետ անում է այն, ինչ անում են իր հետ։ Այսօրվա իշխանությունները ստորացվելով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, ստորացվելով Էրդողանի եւ Ալիևի կողմից, պարզապես հոգևոր բավարարվածություն են զգում, փոխհատուցման ինչ որ նշույլներ են տեսնում, ստորացնելով կամ փորձելով ստորացնել սեփական երկրի քաղաքացիներին։ Այսինքն, որքան Ալիևը ստորացնում է Նիկոլ Փաշինյանին, այնքան Նիկոլ Փաշինյանը իր իսկ երկրի ներսում դառնում է վայրակ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։